Զելենսկու հայտարարությունը Լուկաշենկային ուղված վերջնագիրը ուրեմն ասել է, զգուշացրել է, որ բանը անմիջականորեն ճիշտ է Բելարուսը չի մասնակցում Ուկրաինայի դեմ պատերազմին, բայց Բելարուսի կողմից Ուկրաինայի սահմանին ռազմական տեխնիկա, սարքավորումներ, ռադիոլոկացիոն հազարով մի բան կա դրած, որոնցով որսվում եւ ուղղորդվում են այդ կողմերից Ուկրաինա թափանցող հազարով մի դրոններ, հրթիռներ եւ այլն եւ այլն։ Հա, եթե ուզում ես որ բանը խաղաղություն լինի կոնե մեր երկուսի միջև, մոտավորապես իմաստը այս է, ուրեմն մի շաբաթ ժամանակ քեզ Լուկաշենկա հավաքիր տեղից հաղ տեխնիկա հեռացրու։ Եթե մեկ շաբաթում դա չես անելու, հա, մեկ շաբաթը պետք է բավարար լինի դրա համար, ասում է Զելենսկին, եթե չանջատի, մենք դա կանջատենք։ Այսինքն պատրաստ պետք է լինի Լուկաշենկան, որ 5 օրից, եթե ինքը չի հավաքում այդ սարք ու սուրքը, դրանք բան են էլի, հեշտ ապացուցվող տեսանելի բաներ են, ինչքան էլ ուզում է անտառային տեղանք լինի, բան լինի, բելարուսական անտառներ, բաներ տեսանելի են եւ 6 օրից թող սպասի, որ ոչնչացման դրոնային ըստ երևույթին հրթիռային գրոհներ են լինելու, էլի։ Ահա սա այսպես։ Բաքուն է կատաղել, Կրեմլի դեմ կատաղել է, Ռուսաստանի 8 քաղաքացիների էր ձերբակալել անցած տարի, հիշում եք, եւ դա ժամանակագրական իմաստով կապ ուներ Ազալ ավիաընկերության օդանավի կործանման հետ կամ ինչ է անունը թիրախավորելու հետ, որը բանի Կրոզնու մոտակայքում խփեցին հակաօդային պաշտպանության ինչ որ բաներով, հրթիռներով, մի կերպ կրկաշ գնաց ընկավ բանի Ղազախստանի կողմերը, Կասպի ծովը թռավ ընկավ 20 քանի հոգի մահացան, քանիսը մարմնական վնասվածք, Վալոդիգը ինչ որ մի հանդիպման ժամանակ զորով, շարով, ճարը կտրած մի կերպ քթի տակ մրթմրթալով, հա, իբր թե հա դե մերոնք են եղել խփողները, բան, այսպիսի մի ինքնախոստովանական ցուցմունք տվեց, այդ ժամանակներում տեղի ունեցավ էս դրանից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի 8 քաղաքացիների 8 չէ շատ էին իրականում ձերբակալությունը, հա, կիբերհանցագործության, թմրանյութերի տարածման մեջ մեղադրելով նվաստացուցիչ, ստորացուցիչ վիճակներով Բաքուն այդ ջահելությանը նկարահանեց, բերման ենթարկել, ձերբակալել էսկոմենկոմ, հա, Մոսկվայից փորձում էին լեզու գտնել, թարգտանք հաշտվել, то չգիտեմ ինչ անել եւ այլն, բայց Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացիների դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման, ուրեմն թմրանյութերի տարածման եւ տարանցման կիբերխարդախության մեջ։ Սա անունազգանունները կա, էական չէ, այստեղ հա մեծ քանակությամբ գործով, իբր չգիտենք ճիշտ է սուտ է, հերոին, մետադոն, հոգեմետ տեղեր, հոգեմետ նյութեր պարունակող բաներ, հա, իբր թե բերել են, որ Բաքվում հետագայում ծառայեն, ընդհանրապես Ադրբեջանի իրավապահների դատախազության սիրելի գործիքը թմրանյութերով մեխանիզմը, հա, թմրանյութերի մեղադրանքներով անցանկալի մարդկանց դատելն է, դրանք եղել են եւ կան լրագրողների, հասարակական գործիչների, քաղաքական գործիչների մոտ 400 հոգի մարդ կա նստած իրենց բանտերում, որի ազատվելու ժամկետը մոտիկ է գալիս, եթե մոտենում է, եթե զգում են, որ այս ոնց որ թե հələ չի ուղղվել, էլի ելնելու է կամ փախնի երկրից քֆրդի Ալիևին բաման, վերջի օրերին կրբանից գտնում են, իբր թե գտնում են թմրանյութեր, չգիտեմ ինչեր, նորից էլի մի ժամկետ են վրա տալիս ու այդպես շարունակ, էլի հնարավորինս ուրեմն կապած եւ զուսպ պահելու համար, հա։ Հա։ Բանը, այս դեպքում չգիտենք, էլի, մեղադրանքներ ուրեմն թմրամիջոց, հոգեմետ նյութեր ձեռքբերում, պահպանում, փոխադրում, փոխանցում, վաճառք եւ այլն, նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր մասշտաբներով, եթե չեմ սխալվում, 3-ից 4 տարի էր, ինչի չեմ հիշում ես, կարծեմ 3-ից 4 տարի, 3-ական տարվա ազատազրկում, այո, կա ստեղ, հա, մի մասին 4 տարի են տվել, մյուսներին ուրեմն 3 տարի, երևի թե մի քանի ամսից արդեն լավ պահելու համար կազատեն կղրգեն Ռուսաստան իրենց պատիժը կրելու համար, հա, այն բանի նման,
ինքյատի նման որ ստեղից տարան ազգանունը մոռացա փախցնեն տանեն էլի ահա այսպես եւ բանի Վալոդիկը ինչպես գիտեք դեռ չի շնորհավորել Հայաստանի իշխանություններին տարած հաղթանակի կապակցությամբ ամեն ջանք դրեց, դու չգիտեմ, քանի միլիոն 100 միլիոն դոլար դրեց, որպեսզի կարողանա այստեղ վերջապես ձևավորի կրեմլական, կրեմլահպատակ, պրոկրեմլական, կրեմլասեր, կրեմլապաշտ իշխանություն չստացվեց, էլի, հիմա մաղկտում են դեռ նստած, դեռ գլուխները պոգում, կիմանանք հələ չի իմացվել, էլի, ում գլուխները կթրցնի, թե այ մարդ այդքան փարեն տարակի ինչ արեցիք, լավ, այ տղա ջան, այ քիրի ենքո Այս դուք ինչ էիք ինձ եկուցում, որ հարց չկա 60%, 70% ունենք մենք, դրանից կես ժամ հետո արդեն էս է լինելու, են է լինելու, էս ինչի չկա, ու հիմի մղկտում է չի կարողանում գտնել են սխեման, թե որով դուրս կա այդ կեղտոտ փոսից, որի մեջ հայտնվել է ինքը, ամբողջ աշխարհը շնորհավոր է, մինչև այսօր շնորհավորանքներ են գալիս տարբեր երկրներից, հա, ինքը որոշել է չճանաչել, շնորհավորանքը ճանդամ հարցը ճանաչել չճանաչելն է ոնց էս հանդիպելու մինչև հունիսի վերջը Նիկոլ Վավայևիչի հետ հա եթե դու չես ճանաչում Հայաստանի ընտրությունների արդյունքները կամ էլ մտածում է որ ինչպես Ալիևի մոտ ներողություն խնդրեց մրթմրթալով քթի տակ որի պես չլսվի էլի միկրոֆոն լավ չէր լսվում էլի հա այնպես էլ երևի այդ հանդիպման ժամանակ քթի տակ կմրթմրթա որ բանը շնորհավորում է, ուրեմն չգիտեմ, հաղթանակի բանի կապակցությամբ, կամ հիմիկը չլեն, կասեն, դե լավ, դե թող սահմանադրական դատարանն էլ իր որոշումը կարդա հուլիսի 4, չմոռանանք, հուլիսի 4, ահա դրանից հետո նոր տեսնենք ինչ կարելի է անել, այսպես ինչքան կարելի է Ոնց որ թե գցել բռնել են հաշվել անալիզ են արել, որ կոնսոլիդացնել, դուրս բերել փողոց 550,000 ընտրողներից կոնե 50,000-ին չի ստացվում, էլ պիտի քեբաբ ֆռացնեք այնտեղ, երևի ամեն մեկիդ ամեն սենյակում 4 անգյունում արդեն կախնալսող սարք կա, հեռախոսները չհաշված, հա, բանը, ինչ է անունը, հարթուկը միացնեն, մեջը կախնալսող կա, տելևիզորը, կարի մաշինեն եւ այլն, մի ոնց է կազմակերպում կաշառքով, քյաբաբով, ավտոբուսով, բենզին լցնելով, կովերով, հավերով, խոզերով եւ այս մի կովը շատ հետաքրքիր կով էր, խոսող կով էր, հա 700,000 դրամանոց խոշոր անգլերեն խոսող կով էր, բանը ուզում առնել խեղճ կաշառ առուն, էլի, հա Իրանք իրանց կաշառակեր չեն համարում, ասում դե լավություն է արել են, անում են էլի եւ այլն։ Սա Միչայլոց էս բանի Պուտինի վիշտը մի փուտ մեղրով չի ուտվում։ Շատ ծանր վշտի մեջ է, իր ստեղած գործակատարներն էլ հետները։ Հա, բայց պիտի ուրախ լինեն, էլի, որտեղ որակյալ ընդդիմության փոխարեն իրենք աթոռներ են ստանում 29 գումարած 12 աթոռ, 41 աթոռ մեր ջանից այդ այսպես կոչված ընդդիմության համար։